Մենք չենք պղտորելու մեր շարժման մաքրությունը եւ բիծ չենք տնելու մեր անվան վրա, հանուն գումարի կամ մի փոքր ավելի հայտնի դառնալու։ Չենք կարող դավաճանել մեր գաղափարներին, մեր սկզբունքներին եւ մեր առաքելությանը։ Հետևաբար, այլևս թող ոչ մեկը չփորձի մեզ ներքաշել իրենց խաղերի մեջ, քանի որ մեզ համար կոմպրոմիսը անհնար է։ Սա ոչ գոռոզություն է, ոչ էլ անիրատեսություն, այլ միակ ճշմարիտ դիրքորոշումն է անկախ ու ազգայնական քաղաքական շարժման համար, որն ուզում է մաքուր մնալ եւ աճել այս կոռումպացված նեո-բոլշևիկյան քաղաքական ճահիճում, ի վերջո հաղթելով այդ համակարգի բոլոր դավաճանական խմբավորումներին։ Մենք ապրում ենք օրասական ժամանակներում եւ պարտավոր ենք լինել վճռական ու անզիջող։ Թող ուրիշները նստեն կլոր սեղանների շուրջ, բանավիճեն ու դատարկաբար բողոքեն որքան ուզում են։ Իսկ մենք շարունակելու ենք մեր վճռական կամքով ու հաստատակամությամբ ոգևորել, քաղաքականության մեջ ներգրավել եւ համախմբել ազգայնական երիտասարդությանը։ Այս ամենաանգութ պայքարում մենք պետք է լինենք ամենաանողոքը։ Ճշմարիտ քաղաքական շարժումը, որը ցանկանում է մաքուր ու անկախ մնալ, իրեն հեռու պահելով աղտոտված ճահիճից, բացարձակապես չի կարող զիջումների գնալ այդ ճահիճից առաջացած աղտոտվածների հետ։ Հայաստանում դավաճան նեո-բոլշևիկները իրենց ներքին քաղաքականությունը վարում են հենց այնպես, ինչպես իրենց արտաքին քաղաքականությունը, զիջելով ամեն ինչ հանուն փողի եւ պաշտոնի։ Այդ է պատճառը, թե ոնց հաղթանակած պետությանը տարան խայտարակ պարտության, իսկ հիմա մեր ամբողջ երկիրն են տանում կործանման։ Այնուամենայնիվ, Նժդը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակներին հասնելու համար մեր պայքարում պետք է անզիջող լինենք, թե արտաքին, թե ներքին հարաբերություններում։ Նա ասում էր, ոչ մի զիջում, հանցանք է զիջելը, զիջել նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել։ Մենք միշտ ասում ենք, որ պետք է լինել հայամետ ու մնալ Հայաստանակենտրոն, բայց մարդիկ ասում են, թե դա հնարավոր չէ, մոռանալով, որ մեր պատմության բոլոր անվանի հերոսները նախ եւ առաջ եղել են հայամետ, այլ ոչ թե ռուսամետ, թրքամետ կամ արևմտամետ։ Մեր քաջարի նախնիները ցույց են տվել, որ վերջում հենց այդ անզիջող հայամետ դիրքորոշումն է հաղթում։ Միայն ճշմարտության հանդեպ անզիջող լինելը կարող է թրի պես կտրել մեր թշնամիների խառը կապած գործյան հանգույցը, բացելով նոր ու փառավոր էջ մեր պատմության համար։